Ուժեղ Հայաստանում վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու։ Սա Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի գրառումն է սոցիալական ցանցերում։ Այս հայտարարությունը լայն արձագանք ստացավ, ավելի ճիշտ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, որովհետև պարզ չէ Հայաստանն ինչ է անելու, որպեսզի վերին Լարսի անցակետում հայկական մեքենաները չկանգնեն։ Սա թեկուզ այն պարզ պատճառով, որ Լարսի անցակետը ռուս-վրացական սահմանին է, այսինքն բոլորովին երկու այլ երկրների անցակետն է, ու ամենամեծ ցանկության դեպքում Հայաստանն այնտեղ միջամտելու հնարավորություն չունի, եթե իհարկե չի որոշել օրինակ անեքսիայի ենթարկել այդ հատվածը։ Կա իհարկե մեկ այլ տարբերակ ևս, եթե Հայաստանն ու Վրաստանը մտնեն միութենական պետության կազմում կամ վերականգնվի ԽՍՀՄ եւ այսպես միասնական սահման լինի։ Բայց քանի որ Լարսում խնդիրները հատկապես եղանակային վատ պայմաններով են պայմանավորված, այսինքն տարվա մեջ լինում են օրեր, երբ ձյան պատճառով այն փակվում է, կարելի է կարծել Ուժեղ Հայաստանը այնտեղ հատուկ ջեռուցում է անցկացնելու, հատուկ տեխնիկայի օգնությամբ ձյունն է հալեցնելու կամ պարզապես օդում փաթիլները բռնելու։ Կարճ ասած, տեսական տարբերակները շատ են։ Ավելի ուշ Նարեկ Կարապետյանը մեկնաբանել էր ասածը, նշել, բացվելու է միայն հայկական մեքենաների համար արագ մաքսային ընթացակարգ անցնելու տերմինալ Լարսից 40 կիլոմետր ավելի խորք։ Լարսում հերթ կանգնելու տեղը այնտեղ արագ անցնելու են առանց հերթի։ Հրաշալի է ասված, բայց այստեղ էլ հարց է առաջանում, իսկ ինչպես է Հայաստանը Ռուսաստանին ու Վրաստանին ստիպելու իրենց անցակետը կահավորել հատուկ հայկական մեքենաների համար եւ սահմանահատման արտոնյալ պայմաններ ստեղծել։ Հարցեր են, որոնց պատասխանները չկան, ավելի ճիշտ այս հարցերին լավագույն դեպքում հումորով կարելի է պատասխանել։ Մինչ այդ քաղաքագետ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը նշում է, ասվածը կառուցողական չի թվում, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի հիմնական խնդիրներից է արտաքին տնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգի դիվերսիֆիկացումը։ Ռուբեն Մեհրաբյանը նաև հավելում է, Նարեկ Կարապետյանին ու Ուժեղ Հայաստան կուսակցությանը երևի թվում է, թե վերին Լարսում ձմեռը պարզապես չի հայտագրվում, ու հերթերն էլ ինքնաբերաբար արձակուրդ են գնում։ Երևի մտածում են Հայաստանում Լարսի ֆիլիալի վերածեն, չգիտեմ ինչ են մտածում, երևի իրենք ավելի լավ կպատասխանեն, բայց Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պետք է ամբողջությամբ վերանայվեն, որովհետեւ իրավապայմանագրային բազան այլևս չի համապատասխանում մեր շահերին, չի համապատասխանում այն իրողություններին, որոնք կան։ Ռուբեն Մեհրաբյանը նաև կարծում է, նման հայտարարություններ անելով իրենք փորձում են հանրությանը մանիպուլացնել։ Ես չեմ պատկերացնում այդ խելքով ոնց են վստահություն հայցում մեր քաղաքացիներից։ Քաղաքագետը Նարեկ Կարապետյանի խոսույթը համարում է ոչ միայն ժամանակավրեպ, այլև ուղղակի խղճահարություն առաջացնող։ Ռադար Արմենիան մեկնաբանության համար դիմել է Ուժեղ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանին։ Նրա խոսքով նախաձեռնությունը կյանքի կկոչվի արդյունավետ կառավարման եւ ուժեղ դիվանագիտության միջոցով։ Այլ մանրամասներ Ուժեղ Հայաստանից չհաղորդեցին։ Միայն թե հետաքրքիր է հատկապես եղանակային պայմանները ինչպես են արդյունավետ կառավարելու կամ ուժեղ դիվանագիտությամբ մեղմելու։ Ու բացի այդ, երբ իշխանության էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, եւ որոնց առանցքային հնասյուններից մեկն էլ Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանն էր, այդ արդյունավետ կառավարչական եւ ուժեղ դիվանագիտական ջանքերը ինչու չէին ներդնում, չէ՞ որ նույն այդ խնդիրները նոր չեն, այլ եղել են տարիներ շարունակ։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։